հայը չի դիմանում, բայց օտարին ժպտում է ու գլուխ խոնարհում։ Թուրքը մեզ փամփուշտով չի կրակում, մենք ինքներս ենք թուրքի երազանքը կատարում առանց կրակոցի։ Հայկականությունը չի կարող կանգնել միայն հարսանիքի ու կնունքի վրա, դա վերջացած խաղ է։ Եկեղեցին պիտի լինի հոգևոր տանիք, ոչ թե դրամի գանձարան։ Եթե ծերունդ չես պահում, ինչի համար ես կանգնած օտարության մեջ, որտեղ լեզու ու մշակույթ չկա, այնտեղ ազգ չկա։ Մեծահարուստներ, եկեղեցու հոգևորականներ, համայնքի ղեկավարներ, ձեր պարտքը հստակ է՝ պահել հայությունը, պահել սերունդը օտարության մեջ, ոչ թե փողն ու անձնական փառքը։ Երիտասարդներ, ձեր ապագան չի կառուցվելու միայն օտար լեզուներով, օտարացած հոգիներով։ Եթե սփյուռքը շարունակի այսպես կեղծիքի ու անտարբերության մեջ մնալ, սերունդ չի մնա։ Հավատացեք, մենք բացի այս ճոխություններից ու առավել այս հիմարություններից բացի ուրիշ ոչինչով չենք էլ կարող լցնել մեր կյանքը։ Հարցը մնում է նույնը՝ ովքեր ենք մենք, եթե կորցնենք մենք իրար, կորցնենք այս ամեն ինչը, վերջացած ազգ ենք, հետո ինչ ենք ասելու սերունդներին։ Սերունդներն էլ մեզ պարզապես ասելու են, մեզ բացի iPhone-ից, հարսանիքից, կնունքից ու ընդհանրապես ճոխ մեքենաներից բացի հայանալու ուրիշ ոչինչ չթողեցիք։